Բարև ձեզ։ Իմ թիրախում հայտնվել է այս անգամ Գեղամա Մանուկյան։ Ուրեմն խոսում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքից։ Ասում է, ընտրենք այնպիսի ղեկավար, որ ունենա նորմալ ընտանիք, որովհետև չգիտենք իրար հետ են, իրար հետ չեն։ Այսօրվա Քարոզ Արշավն եմ լսել Դաշնակների եւ Ռոբերտ Քոչարյանի հետ քայլելիս։ Իր ելույթը։ Գեղամ Մանուկյան, դու երկու ոտանի կռիս ես։ Մենք գիտենք, կռիսի մի ուրիշ տեսակ է, ձմուկ։ Գիտես, տատիկս այն ժամանակ, որ սաղ էր, լուսավոր լինի իր հոգին, տուն ուներ, բանը, վեդի քաղաքում, տատիկս պապիկս վեդեցի են։ Ուրեմն, հողամասի այն վերջում տուալետ ունեին։ Տուալետի մեջ մեծ կռիս մի օր տեսա, ես փոքր երեխա է։ Եկա տատիկին ասի, լսի տուալետի մեջ, փոսի մեջ կռիս կասեց, էդի ձմուկ է։ Սովորա այդ ապրի, այդ տեսակն ես դու, բայց երկու ոտանի, ինչ գործ ունես կպնես վարչապետի ընտանիքից, որ դու նորմալ, ակուրատնի մարդ լինես, որևիցե մեկը, որ այդ կթքեր էլի, դու էլ ընտանիք ունենայիր, 3 երեխաներ, դու բարոյապես ով ես մտնես այդ ընտանիքի մեջ, կասես ձմուկ, իմ տատիկի տուալետին, դու ով ես, այ տղա, Քո ինչ գործն է, ընտանիք իրար հետ է, թե իրար հետ չի։ Դա մտնում է ձեր ծրագրի մեջ, հա? Դա Ռոբերտ Քոչարյանի ծրագրի մեջ է մտնում։ Քարոզ Արշավին դա ելույթ ունենալու բան է։ Քննարկում ես, եկեք ընտրենք այդպիսի վարչապետ, որ ընտանիքում հարգանք լինի, փոքրին հարգի, մեծին հարգի։ Արմատներով ինքը ամուր լինի, այո, արմատներով եկեք ընտրենք այնպիսի վարչապետ։ Ռոբերտ Քոչարյանը արմատներով Ղարաբաղցի է եւ ադրբեջանցի է։ Տես չի, տենց էլի, տես չի ժողովուրդ, ես կարող եմ սխալ եմ ասում։ Տատիկը, պապիկը որտեղից են Ռոբերտ Քոչարյանի։ Արեք այո, արմատներով ընտրենք։ Ով կցանկանա իր երկրում լինի նման ղեկավար։ Եղել է էլի Ռոբերտ Քոչարյանը, ինչ ենք շահե։ Այ ձմուկ։ Դու ով ես մտնես վարչապետի ընտանիք։ Դու ով ես մտնես իր տեղաշոր։ Կարաս մտնես, միայն մի պայմանով։ Երբ որ այդ տեղաշորը վարչապետի քնել հելնելուց հետո հավաքես։ Գեղամ Մանուկյան, դու բարոյապես իրավունք չունես, մտնես մարդու ընտանիք, ասես միասին են ապրում, թե միասին չեն ապրում, քեզ ինչ, այդ տականք, լավ չես դու, կամ ինչ է նշանակում, Տիգրան Ավինյանը ես հաստատում եմ, որ եղել է հյուրանոցի նկուղում, մոռանում ես, միայն կռիսները և ձմուկներն են հայտնվում նկուղներում, ոչ միայն տուալետում, նկուղում էլ են կան իրանք ամեն տեղ են, ինչքան մութ կեղտոտ տեղ կա, իրանք տեղ են, դուք ոնց որ, դու դաշնակներըդ, դու ընդեղ ես եղե, տեսել ես, իսկ ես հավաստիացնում եմ, որ նկուղում չի եղե Տիգրան Ավինյանը, այլ նկուղում եղել ես դու, կեղտակծիկ, հաջորդ անգամ ելույթից ժամանակ չկպնես ոչ մեկին, ոչ մեկի ընտանիքին, լավ նեղի մի հատ ընտանիք ունեցի նորմալ, պարյադշնի, 3 երեխաներ բեր, ես անցած օրը Մարիամին եմ տեսել Փաշինյան, ես իրականում զարմացել եմ, մարդ առանց ախրանայի կամպյուտերը վերցրել, նստել էր սուրճ էր խմում եւ ինչ որ գործ էր անում այդ աղջիկը, չգիտեմ, դաս էր երևի սովորում։ Իսկ այն ժամանակներում Ռոբերտ Քոչարյանի երեխեքը ախրանաներով էին մանգալի։ Մտնում էին մի հատ սրճարանը բոլորը պետք է ազատեին, որ Քոչարյանի երեխեքը նստեին սրճարան, սուրճ խմեին։ Դաժե ճանապարհները պետք է ազատեին, որ մեքենաները վուզ կանգնեին։ Ժողովրդավարական երկրում ենք ապրում։ Նիկոլ Փաշինյանի աղջիկը մեզ հետ հավասար նստում սուրճ է խմում, փողոցում, անցնողին էլ ժպիտով ասում բարև ձեզ, առանց ախրանա, այ մեր ու ձեր տարբերությունը, ոչ մեկի տեղաշոր չի մտնում, դուրս արի տեղաշորից, տղա, ամոթա, ձմուկ, քո մասով դեռ այսքանը, մեղոյ ասում հոտել է տեղաշոր, ասում է չգիտենք ով հետ է, ով որտեղ է, խելքը թափել ես, այ կռիս, քայլող, հələ մի հատ վիճակըտ նայի, գետնի վրի մեմուն ես, մի հատ որ բրթենք, շուր կգաս, էդ ինչ ես խոսում, Քարոզ Արշավ ես անում, գնա Քարոզ Արշավը տարա, հիմար, ինչ ասելու բանա, մեղայ ասու, մտնեմ տեղաշորըտ, հա, քոնը չեմ մտնի, դաշտակների ղեկավարների տեղաշորը կմտնեմ, ուղն ու ծուծը սաղ կհանեմ, զգուշացնում եմ, տեղաշոր մի մտեք,
Կորչուն եք այդ մարդու տեղաշորից։